Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, մենք հաճախ ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Որոշ ասպարեզներ կան, ուղղություններ կան, որոնցում այս երկուսի համադրությունը իրականում շատ ավելի կարևոր է։ Ինչու, որովհետև երբ դու փորձում ես տարիների հետքը, ինչպես ասում են, ջնջել, կամ ինչ-որ բան, որը քեզ անհանգստացնում է եւ ավելորդ հոգեբանական բարդությունների առիթ է դառնում վերացնել, այսինքն պլաստիկ վիրահատությունների դիմել, այս դեպքում իրականում կարևոր է, որպեսզի մասնագետը լինի ոչ միայն շատ պրոֆեսիոնալ, այլ նաեւ իր տեսակով լինի շատ մոտիվացնող, որպեսզի կարողանա ասել, որ ամեն ինչ աշխարհում շատ լավ է, դուք շատ գեղեցիկ եք, մենք ընդհանրապես կարողանում ենք, մենք ընդհանրապես ամեն ինչ անում ենք ընդգծելու համար ձեր գեղեցկությունը, վերացնում ենք փոքրիկ թերությունները։ Իհարկե մեզանից շատերը գիտեն, որ սա այսպես չէ, որովհետև տարիները շատ հաճախ բավական դաժան հետքեր կարող են թողնել։ Մենք այսօր շատ հետաքրքիր ու տարբերվող հյուր ունենք, ինչու եմ ասում տարբերվող, որովհետև ոչ բոլոր մասնագետներն են, բժիշկներն են, որ կարողանում են իրենց գործին զուգահեռ շատ լուրջ ու հիմնավոր ուշադրություն դարձնել նաև հոգեբանությանը, որովհետև գեղեցկությունը ի վերջո գեղեցկությունն ասված է ինչ-որ առումով հարաբերական է, այն կարող է լինել շատ, այն կարող է լինել ձեզ համար շատ հաճելի, բայց մյուս կողմից կարող եք դուք այստեղ չափն անցնել, ինչպես անել, որպեսզի բոլոր տեսակի վիրահատություններն առաջին հերթին բժշկական ցուցումով եւ ֆիզիոլոգիապես ձեզ համար լինեն շատ արդյունավետ եւ միևնույն ժամանակ կարողանաք հաղթահարել հոգեբանական բարդությունները, այսինքն այն, ինչ ձեզ անհանգստացնում է։ Սիրով այս պահին ուզում եմ նաեւ ձեր անունից Elroom-ում ողջունել թիվ 2 բուժ միավորման պլաստիկ ու դիմացնոտային վիրաբույժ Սուրեն Բավեյանին։ Դոկտոր, շատ ուրախ եմ, որ գիտեմ, որ շատ լարված է ձեր գրաֆիկը, շատ ուրախ եմ, որ ժամանակ գտաք լինել մեզ մոտ։ Ողջունում ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մարդկանց երջանիկ դարձնելու հնարավորություն է նաև ըստ էության, ինչով դուք զբաղվում եք։ Շատ կարևոր է, որ 2 տարվա աշխատանքային փորձի այս տարիների ընթացքում ունեցել եք 600-ին մոտեցող արդեն վիրահատությունների թիվ, այսինքն 600 մարդ ըստ էության կարողացել է հաղթահարել այն, ինչը իրեն մի քիչ ավելի խոցելի է դարձնում։ Իսկ սա երևի երջանիկ դարձնելու ուղիղ ճանապարհն է, ամենակարևոր ուղղությունը։ Մյուս կողմից երևի սա ինչ-որ առումով գենետիկան այստեղ մեծ նշանակություն ունի, դուք բժիշկների 3-րդ սերունդն եք ձեր ընտանիքում։ Այո, միանշանակ գեներն իրենց դերը խաղում են, բայց գեները ստիպում են ավելի պատասխանատու մոտենալ արված աշխատանքին, ընտրած մասնագիտությանը եւ ավելի սրտացան լինել ուժեղներին, քանի որ դու ոչ միայն պատասխանատու ես քո համար, այլ նաեւ պատասխանատու ես քո ծնողների 3-րդ սերունդն են բժշկների ընտանիքում, ծնողների թողած անվան հետքին ավելի դու պատասխանատու ես, եթե չլինեին նրանք բժիշկներ, գուցե մասնագիտությանը ավելի քիչ պատասխանատու վերաբերվեից։ Դոկտոր, հիմա ես պիտի ձեր թույլտվությամբ մի քիչ ավելի մանրամասն խնդրեմ անդրադառնանք ուղղություններին։ Նախ եւ առաջ այսպիսի բան կա, թե տարվա որ եղանակն է հարմար, օրինակ հիմա աշունն աշնանսկիզբը, հարմար է պլաստիկ վիրահատությունների համար եւ կա տարվա այնպիսի եղանակ, երբ չի կարելի կամ խորհուրդ չեք տալիս անել։ Դեմքի պլաստիկ վիրահատությունները չունեք սեզոնայնություն։ Այս բաղում ես միշտ պացիենտներին ասում եմ, որ ձեր համար որ տարվա որ եղանակն ավելի հաճելի, քանի որ մարդիկ կան, ովքեր որ շոկին չեն դիմանում, մարդիկ կան, ովքեր սրտին չեն դիմանում, մարդիկ կան, ովքեր որ ունեն որոշակի սեզոնային դեմքերով ալերգիկ ֆոն, ուստի չկա պլաստիկ վիրահատությունների սեզոնայնություն։ Ձեր թույլտվությամբ սկսենք ռինոպլաստիկայից, որովհետև քթի վիրահատությունները դեռ առաջին հորիզոնականում են, հա։ Դուք 2 տարվա ընթացքում գրեթե 600 վիրահատություն եք արդեն իրականացրել, սա հսկայական թիվ է, բայց նաև ձեր ցուցակում փաստորեն քթի վիրահատությունները առաջինն են։ Ամբողջ աշխարհում ռինոպլաստիկայի պլաստիկ վիրահատությունների առյուծի բաժինը հասնում է քթի պլաստիկ վիրահատությանը։ Հա, սա միայն Հայաստանում չի, ամբողջ աշխարհում
աշխարհում է նմանատիպ ստատիստիկա ձևավորվել, որ ամենաշատը դիմում են քթի պլաստիկ վիրահատությունների համար մարդիկ։ Ինձ մոտ էլ իմ կլինիկական պրակտիկայում էլ ամենաշատ տեղը զբաղեցնում են քթի պլաստիկ վիրահատությունները։ Այո, փաստորեն ինչից է սկսվում եւ վերականգնողական այդ շրջանը, չի կարելիների շրջանը։ Պետք է ամենաառաջինը բուժառուի հետ ունենանք զրույց, հասկանանք ինչ պահանջներ ունի բուժառուն։ Հնարավոր է իր պահանջները բավարարեն, որտեղ կարող են լինել բուժառուներ, ովքեր որ չիմացության պատճառով ունենան անհնարինին մոտ պահանջներ։ Միանշանակ եթե բուժառուն ցանկանում է 3D մոդելավորում կատարել, դա կատարվում է եւ արդեն պլանավորվում է հետագա կլինիկոլաբորատոր հետազոտությունները։ Հետազոտությունների մեջ հակացություններ չտեսնելու դեպքում նշանակվում է վիրահատության օր։ Վիրահատության օրը բուժառուն գալիս է վիրահատվում է 1 օր հիմնականում անցկացնում է հիվանդանոցում, հաջորդ օրը դուրս է գրվում եւ արդեն փուլային տարբերակով մոտենում է հերթական վիրակապությունների եւ այցերի։ Քթին վիրահատության պարագայում նախնական ռեաբիլիտացիոն շրջանը, վաղ ռեաբիլիտացիոն շրջանը տևում է 10-ից 14 օր, այսինքն 14 օր անց վիրահատությունից բուժառուի քթի վրա ոչինչ չի լինում, կարերը հեռացված են արդեն լինում, բայց ունենում է որոշակի սահմանափակումներ։ Ակնոց չի կարող կրել ծանր ֆիզիկական աշխատանքից, պետք է խուսափի, արևի ուղղակի ճառագայթներից պետք է խուսափի, 10-ից 14 օր անց սկսում է ուշ ռեաբիլիտացիոն շրջանը, որը տևում է միջին տարիքի անձանց մոտ 6 ամիս։ Միջինից բարձր տարիքի անձանց մոտ 6 ամսից 1 տարի ընկած ժամանակահատվածում, երբ որ արդեն քիթը վերջնականապես այտուցները իջնում են եւ ընդունում է իր իր վերջնական տեսքը։ Վերջնական տեսքը արդեն այս ժամանակում ընդունում է։ Շատ լավ, նաև հոգեբանական դուք նշեցիք նախնական ձեր խոսքում, որ հոգեբանություն եք ուսումնասիրել։ Երևի քթի վիրահատությունների հետ կապված ամենաշատն է, չէ՞, չնայած տարիքայինն էլ երևի չէ անհրաժեշտ կլինի, բայց այս վիրահատությունների հետ կապված մարդիկ կարծես իրենց ամբողջ ծրագրեր, երազանքները չկատարվել, ամեն ինչը կապում են հենց արտաքինի հետ, հայելու մեջ նայում են, ինչ որ բան իրենց խանգարում է երջանիկ լինել։ Միանշանակ բուժառուները ինչ որ փոփոխություններ են ուզում, ինչ որ կոմպլեքսներից ձերբազատվել են ուզում են կյանքում շատերը նույնիսկ հիմնականում միջինից բարձր տարիքի բուժառուները ուզում են կյանքում որոշակի փոփոխություն։ Եվ նաև լինում են բուժառուներ, ովքեր որ ունենում են կախվածություն պլաստիկ վիրահատություններից, ովքեր որ քիթը արեցին, հետո աչքերը արեցին, հետո մարմինը վիրահատեցին, հետո նորից արդեն երկրորդ էտապով փորձում են իրենց ձևափոխել։ Չի կարելի չարաշահել պլաստիկ վիրահատությունները, չի կարելի պետք է ընդունել ամենաառաջինը մարդ պետք է ընդունի իր արտաքինը այնպեսին, ինչպեսին որ կա։ Եթե կան որոշակի խնդիրներ, որոնք որ շտկման կարիք ունեն, կարելի է շտկել, բայց պետք չէ ընկնել տրենդերի հետևից։ Պետք է պահպանի մարդը իր արտաքին առանձնահատկությունները։ Անհատականությունը ի վերջո։ Օրինակ իմ օրինակով կարող եմ ասել, ես լինելով ցածրահասակ հայրս տրավմատոլոգ է եւ վերջույթների երկարացում վիրահատություն կա, որը որ Հայաստանում կիրառվում է եւ կատարվում է։ Նու սրանից երևի թե մի 7-8 տարի առաջ էր հայրս ասեց, եթե նեղվում ես բոյիցդ, կարանք ոտքերդ երկարացնենք։ Միանշանակ պատասխանս ոչ էր, որովհետեւ դա իմ առանձնահատկությունն է, դա իմ ինդիվիդուալությունն է, դա ինձ որոշակի խարիզմա է տալիս։ Նույն ձևով կարող ենք օրինակը բերել քթի հետ կապված, եթե մարդուն բավարարում է իր մեծ սապատով ոսկրային քիթը եւ ինքը հայլու մեջ նայելուց չի կաշկանդվում, ինքը պետք չի դիմի վիրահատության զուտ նմանվելու բոլորին, ունենալու փոքր դիմացը մի քիչ բարձր նեղ քիթ։ Բայց նաև շնորհակալ եմ շատ անկեղծ այսպես բաց օրինակների համար, դոկտոր, բայց նաև պետք է ասել, որ երբ նայում ես ձեր վիրահատությունները, արդեն վիրահատությունների արդյունքները, շատ ներդաշնակ են դեմքի հետ, այսինքն նույնը չեք ուզում ստեղծել, թե իրենց եք խորհրդակցում, թե դուք առաջարկում եք ձեր տարբերակը։ Ամենաառաջինը չեմ փորձում ստեղծել նույնը, մոտավորապես 10-15 օր առաջ 3-18 տարեկան աղջիկ էի վիրահատում,
ու առավոտվանից ունեի 3 վիրահատություն, 3-ն էլ քթի պլաստիկ վիրահատություններ էին, առավոտվանից մտածում էի նրա մասին, որ չստացվի նույնը, չստացվի նման։ Ու վերջում, երբ որ արդեն 14-րդ օրը արդեն բոլոր պլաստիկները, ֆիքսատորները հեռացվեցին, երեքն էլ այնպես էր ստացվել, որ նույն ժամին էին եկել ու արդեն իրանք այդ գալու այցերի ընթացքում ընկերացել էին ու երեքին էլ հարցրել եմ, արդյոք ձեր քիթը նման է մյուսին, ձերը մյուսին ու ի ուրախություն ինձ երեքի քթերն էլ տարբեր էին, որովհետև նախ եւ առաջ բոլոր մարդկանց մոտ կան անատոմիական առանձնահատկություններ եւ իհարկե բացի այն, որ դեմքի հետ եմ փորձում համապատասխանեցնել, նաև հասակի եւ մարմնի չափերի, որովհետեւ չի կարող բարձրահասակ մարդը ունենալ իմ քթի չափքիդ ու դա իրեն սազի, երկարության առումով։ Այո։ Իսկապես շատ կարևոր է այստեղ մենք էս ընդհանուր մարմնի հետ կարծես դեմքը չեն կարող դիտարկել։ Դուք փաստորեն այս ամբողջության մեջ եք։ Հասակը, թիկնեղ չէ, այդ ամենը հաշվի առնել։ Շատ լավ, շնորհակալ եմ Սուրեն Բավայանն է Elroom-ում, սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը դիմացանոթային եւ պլաստիկ վիրաբույժ։ Սուրեն, ես ուզում եմ երկրորդ փաստորեն, որ հիմա երկրորդը պիտի խոսենք հոնքերի վիրաբուժական բարձրացում, սա այս վիրահատությունը համեմատաբար նոր է, ես որքան հասկանում եմ, շատ դեռ տարածված չէ, հա? Ավելի քիչ է տարածված։ Ավելի քիչ տարածված է իհարկե, քան քթի վիրահատությունը, ինչ որ նոր տենդենս է, նոր հետաքրքրություն է առաջացնում թե բժիշկների, թե բուժառուների մոտ։ Տարիքային գենետիկ փոփոխությունների ժամանակ, երբ որ հոնքերը իջնում են, հոնքերը վերադարձնում են իրենց բնականon դիրքին, երբեմն նաև ավելի բարձր, քան բնական դիրքն է, այսինքն գենետիկ կախվածության դեպքում շտկվում է գենետիկ կախվածությունը հոնքերի։ Հա, սա այսինքն փաստորեն արդյունքը 5-ից 15 տարի կարող է պահպանվել, ահա։ Այո, ցանկացած բարձրացնող եւ ձգող վիրահատություն, դա կլինի դեմքի վրա թե մարմնի վրա, ունի իր պահպանման որոշակի ժամանակահատվածը, քանի որ մենք գրավիտացիայի դեմ չենք կարող ոչինչ անել։ Եթե քթի վիրահատությունը պետք է լինի մարդու կյանքում մեկ անգամ ոչավել, այս պարագայում ձգող վիրահատությունները, ցանկացած երիտասարդացնող վիրահատություն կարելի է կրկնել ծերացմանը զուգահեռ։ Այո, բնականաբար։ Փաստորեն այստեղ ճակատի հատվածի նաև այդ որոշակի փոփոխություններ միմիկական կնճիռները հարթվում են, այո, կտրվածքները լինում են մազածածկ հատվածում, աննկատ են, 3-ից 5 կտրվածք է արվում մոտավորապես 3 սանտիմետր չափերով։ Այդ կտրվածքների միջոցով բարձրացվում է դեմքի միջին 1/3-ականը։ Այո, այս դեպքում փաստորեն վերականգնողական շրջանը էլի վերականգնողական շրջանը միջինում 7-ից 10 օր է այս պարագայում եւ հետագայում ոչ մեկ գլխի չի ընկնի, որ ձեր ճակատը վիրահատած է, բարձրացած է, քանի որ չունենք նկատելի կտրվածքներ սպիր։ Այո, կտրվածքներ չունենք։ Այս դեպքում երևի հաջորդը, որի համար ավելի շատ դիմում են, է դեմքի ձգումը։ Ինձ թվում է առհասարակ, Սուրեն, ես զրույցից առաջ էլ ձեզ ասացի, ինձ թվում է սա ամենահետաքրքիր եւ այսպես ամբողջական, արհեստական այդ բանից տուրք չտվող վիրահատությունն է։ Միանշանակ, դա ինքը երիտասարդացնող վիրահատություն է, իրենից ակնկալում ենք միջինում 10 տարի երիտասարդացում, դա չի նշանակում, որ 30 տարեկան բուժառում կդառնա 20 տարեկան իր դեմքը կունենա, բայց ընդունենք, որ իր ճիշտ տարիքը մոտավորապես 40 տարեկանում դիմելն է, եթե որոշակի ծերացում արագ է եղել, կյանքում ստրեսները շատ են եղել կամ նույն գենետիկ ֆոնը առկա է, այս պարագայում դեմքը երիտասարդանում է 10 տարով եւ ծերացման հետ արդեն այդ երիտասարդ վիճակից սկսում է իջնել, ոնց որ չվիրահատված մարդու մոտ։ Այո։ Այսինքն այս դեպքում արդեն ամբողջ դեմքը, հա, ամբողջ դեմք
դեպքն է նոր։ Այո, ներառվում է արդեն կարող ենք տարանջատել ստորին 1/3-ական, միջին 1/3-ական եւ վերին 1/3-ականի ձգում։ Հիմա այդ էսթետիկ տարբեր միջամտություններն էլ շատ են, լինում է որ մարդը սովորում է, ինչ որ առումով չարաշահում են, կարող են գալ օրինակ դուք առաջարկեք թե ինչ է անհրաժեշտ, ասենք հոնքերի բարձրացում, ընդհանուր դեմքի ձգում։ Միանշանակ նմանատիպ տարբերակը ունի իր տեղը, բայց ես հիմնականում պացիենտներից եմ փորձում լսել, թե ինչ փոփոխություններ են իրենք ցանկանում, քանի որ իրենք իմ հետ առնչվելու են հետվիրահատական շրջանում օրվա մեջ մի քանի օր, մի քանի րոպե, 10 րոպե, բայց իրենք այդ դեմքով ապրելու են։ Եթե իրենց ինչ-որ բան կա, որը որ կաշկանդում է, բարփակում է, ավելի ճիշտ կլինի, որ բուժարուն ինքը ասի, թե ինչ փոփոխություններ է, ինչը իրեն դուր չի գալիս։ Ինքը կասի ինչը իրեն դուր չի գալիս, ես կընտրեմ ամենաօպտիմալ լուծման տարբերակը։ Այդ խնդիրը լուծելու համար։ Փաստորեն դեմքի ձգումը նույնպես այդպես շատ երկար չէ, սա արդեն ամբողջական դեմքի ձգման վաղ ռեաբիլիտացիոն շրջանը նույնպես տևում է 10 օրից 2 շաբաթ, արդեն ուշ ռեաբիլիտացիոն շրջանը միջև 1 տարի։ Հա, մինչև 1 տարի ամբողջական այստեղ արդեն որոշակի սպիներ ականջի առջևից է լինում կտրվածքները եւ ականջի ետևից։ Ականջի առջևից ձգվում է դեմքի միջին 1/3-ը, հետևից արդեն ստորին 1/3-ը։ Նաեւ այստեղ խնդիր է առաջանում աչքերի հակտրվածքի եւ այլն փոփոխություններ չեն լինում, ինչպես է կարողանում սա։ Այդ արդեն որոշում ենք միասին բուժարուի հետ ինքը իր ցանկությունները եւ հնարավոր տարբերակները հաշվի առնելով, եթե իր ցանկությունը եւ հնարավոր լինելը իր ցանկությունների համապատասխանում է, ապա ունենում ենք նաեւ նմանատիպ փոփոխություններ։ Եթե չի համապատասխանում, պարզապես ասում եմ, որ դա հնարավոր չի, իրական չի։ Ձեր դեմքը օրինակի համար սարքենք Անջելինա Ջոլիի կամ Քիմ Քարդաշյանի դեմքի։ Երևի այդ դեմքի ձգումից հետո շատ ավելի տեսանելի է լինում պարանոցի հատվածը։ Միանշանակ, եթե պացիենտը եկել է դեմքի ձգման ու կա խնդիր պարանոցում, ապա ճիշտ գրագետ մոտեցումը, երբ որ պարանոցի խնդիրը միանգամից լուծել։ Հա, միաժամանակ կարելի է, այո։ Եթե դեմքի միջին եւ վերին 1/3-ականները չունեն նկատելի տարիքային փոփոխություն, այդ դեպքում կարելի է կատարել պարանոցի երիտասարդեցնող ձգող վիրահատություն, երբեմն ավելորդ ճարպի հեռացման տարբերակով ենք շատ օգտագործում։ Այո, այսինքն այդ խոսքը կրկնակզակի մասին է, այո, այս դեպքում կրկնակզակի ու պարանոցի այս մասը կնոջ մասին շատ տարիքի մասին ամեն ինչ ասում են, չէ՞։ Այստեղ կարելի է, փաստորեն կարելի է միայն պարանոցի հատվածը, կրկնակզակի հատվածը, բայց առհասարակ ամենաճիշտը շատ հետաքրքիր ճշգրիտ ձևակերպում տվեց Սուրեն Բաբայանը, ըստ էության կարելի է ուղղակի գալ, ասել ինչն է անհանգստացնում, եւ արդեն դոկտորը կասի, թե որ վիրահատությունն է անհրաժեշտ տվյալ խնդիրը լուծելու համար։ Ես գիտեմ, որ բլեֆարոպլաստիկան նույնպես փաստորեն շատ տարածված վիրահատություններից է, սա եւ առանձին եւ ընդհանուր ձգման ժամանակ է խորհուրդ տրվում։ Կարելի է կիրառել եւ առանձին եւ ընդհանուր ձգման եւ զուգակցել քթի պլաստիկ վիրահատության հետ մեկտեղ այդպես էլ շատ զուգակցում։ Այո, կոպերի փաստորեն եւ վերևի եւ ներքևի հատվածում հնարավոր է։ Սա էլ ինչ որ տարիքային բան կա, թե ըստ անհրաժեշտության։ Տարիքային եւ գենետիկ փոփոխություններին ուղղված մարդիկ կան, ովքեր գենետիկորեն ունեն այդ ավելորդ ավելցուկ մաշկը կոպերի շրջանում կամ ճարպային ճողվածքները ստորին կոպի շրջանում։ Ավելի թեթև ռեաբիլիտացիոն ընթացք է ունենում, քան մյուս վիրահատությունները։ Ստորին կոպի պարագայում նաև մենք ունենք առանց կտրվածքների տարբերակը, որը որ կատարվում է աչքի ներսից, հեռացվում են այդ ճարպային ճողվածքները։ Վերին կոպում չունենք նմանատիպ տարբերակ, դեռ բժշկագիտությունը չի հայտնագործել նմանատիպ տարբերակ, բայց ճիշտ կատարված վերին կոպի պլաստիկայի ժամանակ աչքերը բաց վիճակում լինելու դեպքում սպիերը չեն երևում։ Նաև ես ուզում եմ մի վիրահատության մասին խոսել, դրա մասին շատ ավելի քիչ է խոսում, ես խոսվում օտոպլաստիկայի ականջների վիրահատության մասին է։ Սա փաստորեն ավելի փոքր տարիքից կարելի է անել, որովհետև երեխաներին մենք ուղարկում ենք դպրոց, երբ այդպիսի խնդիր ունեն ականջների, հետո
Խորհուրդ է տրվում այո, եթե խնդիրը կա եւ երեխային անհանգստացնում են, ծնողին անհանգստացնում են, դիմել ավելի վաղ դպրոցական հասակում, որպեսզի դպրոցում կոմպլեքսներ չձևավորվեն։ Բայց իհարկե կարելի է կատարել թե երեխաներին, թե մեծերին, ու ոչ միայն կարելի է ականջների արտացծված ծությունը ուղղել, այլ նաեւ ականջախեցու չափերը փոքրացնել։ Հա, նաև չափերը կարելի է փոքրացնել, ահա։ Իսկ մենք այստեղ ունենք խնդիրներ նաև, այսինքն ականջի ներքևի այդ բլթակի հատվածի հետ սա նույնպես հնարավոր է։ Այո, իհարկե հնարավոր է թե իրենց փոքրացնել, թե ականջող կանանց մոտ շատ է հանդիպում ծանր ականջողներ կրելուց ամբողջականությունը խախտվում է, դա նույնպես շտկելի է, հնարավոր է շտկել։ Այսինքն ամեն ինչ շտկելի է, դոկտոր, բայց դուք միշտ չէ որ որոշում եք ունեցել բժիշկ դառնալ։ Մանկական հասակում դեռահասության տարիներին, դպրոցական տարիներին գրեթե հետաքրքրվել եմ տարբեր մասնագիտություններով, բայց չեմ կարող հստակ ասել ինչը դրթեց, բայց ինչ որ պահի ես հասկացա, որ ես պետք է դառնամ բժիշկ։ Եվ այդպես արդեն ուսանողական տարիներում բժշկական համալսարանում ուսանել կլինիկական արդյունատուրայում։ Բայց ինչպես եղավ, որ կլինիկական արդյունատուրան հենց այդ դիմացնոտային պլաստիկայի ուղղությունը ինչպես դες գրավել։ Ну, դիմացնոտային վիրաբուժությունը միշտ ձգել է ինձ, ընդունվեցի դիմացնոտային վիրաբուժության կլինիկական արդյունատուրա, այնուհետև արդյունատուրայի այդ ընթացքում հետաքրքրվեցի պլաստիկ վիրահատություններով, պլաստիկ վիրաբուժության դեմքի եւ բախտի բերմամբ թե պատահմամբ տարա պլաստիկ վիրաբուժություն։ Սուրեն, իսկ ես գիտեմ, որ դուք նաև շնչառական խնդիրների շտկման այդ սեպտոպլաստիկա ասված այս վիրահատությունը նույնպես կատարում եք։ Սա որ դեպքերում է, սա արդեն որպես դիմացնոտային վիրաբույժ։ Ինքը համարվում է ֆունկցիոնալ վիրահատություն, շնչառությունը բարելավելուն ուղղված վիրահատություն է։ Դրա դեպքում քթի արտաքին տեսքը բացարձակ չի փոխվում, քթի արտաքնից ոչինչ չի լինում, պարզապես շնչառական ֆունկցիան բարելավվում է։ Կարելի է կատարել 15 տարեկանից սկսած, ու հիմնականում ես դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես խորհուրդ եմ տալիս 17 տարեկանից սկսած կատարել։ Այո, այս այն դեպքերում, երբ ինչ խանգարում է շնչառական, այո, երբ որ բուժարոն չի կարողանում քթով լիարժեք շնչել։ Մենք շատ դեպքերում, եթե քթի վիրահատություն չենք ուզում, հա, պլաստիկա այդպես փոփոխություն անել, այս խնդիրը բացարձակ ուշադրություն չեն դարձնում շատերը, չէ՞։ Հիմնականում այդ խնդրին դարձնում են ուշադրություն տղամարդիկ, ովքեր որ պարզապես դժվար են շնչում եւ միանշանակ չեն ուզում իրենց քթի արտաքին տեսքը որ փոփոխվի։ Հիմա իսկ վիրահատությունները, այ պլաստիկ վիրահատությունները տղամարդիկ ու կանայք կա այս կանայք տղամարդկանց դիմելիության մեծացման, բայց իհարկե հիմնականում գեղեցիկ սեռն են ես դիմում։ Այո։ Ասում են ամենադժվարն է կանանց հետ Սուրեն։ Կանանց հետ կա որոշակի դժվարություն աշխատելու ընթացքում, բայց կիրթ եւ բարեխիղճ մարդու հետ կարծում եմ չի լինում ոչ որևէ դժվարություն աշխատելու նույնիսկ բարդությունների դեպքում, որովհետև կրթված եւ բարեկիրթ մարդը միանշանակ երբ որ գալիս է դիմում է բժիշկի, ինքը գիտակցում է, որ կա որոշակի հավանականություն հետներ եւ հետ վիրահատական որոշակի բարդությունների եւ այդ բարդություններին հանդիպելուց հետ ինքը վստահում է իր բժիշկին եւ իր բժիշկի հետ գտնում են ամենաօպտիմալ լուծումը տրվյալ բարդությունը լուծելու։ Այստեղ նաև մի շատ կարևոր առանձնահատկություն կա, մեր հանդիպման օրը հենց ես նկատեցի, որ սա շատ այսպես ցայտուն նաև այդ պատասխանատվության հետ միասին ձեր մեջ կա, միշտ հիվանդի մոտ հատկապես վիրահատությունից հետո ցայտնոտային ինչ-որ զգացողություն է առաջացնում, անընդհատ փորձում է ամենափոքր հարցը նաև կապվել բժշկի հետ։ Կարելի ասել այս դեպքում դուք կապը ձեր այցելուների, պացիենտների, հիվանդների հետ միշտ պահում եք։ Վաղ հետ վիրահատական շրջանում գտնվող բոլոր պացիենտների համար ես 24 ժամ հասանելի եմ։ Ուշ հետ վիրահատական շրջանով գտնվող պացիենտները միանշանակ, եթե ինչ-որ նամակագրություն է լինում եւ նմանատիպ բաներ, ավելի ազատ ժամանակ են պատասխանում, որովհետեւ իրենց խնդիրը սուր չի եւ արձագանք չի պահանջում րոպեների ընթացքում։ Միակ ընթացքը, որը որ ես բացարձակ հեռախոսազանգերին
չեմ կարող պատասխանել, դա երբ որ ես վիրահատության եմ, բայց պարտադիր պայման է վիրահատությունից անմիջապես հետո բոլոր բաց թողնված զանգերին հետ զանգել։ Այո, սա տպավորություն է, որ այդպես ասում ենք, բայց սա երևի ամենաբարդն է, չէ՞, դոկտոր։ Բուժարոները երբ որ զանգում են, ասում են բժիշկ ջան, զանգում էի, չէիք վերցնում, ասում եմ կներեք, վիրահատության ժամանակ ծնողներից զանգին էլ չեմ պատասխանում։ Այո, բայց բարդ է այստեղ անընդհատ այսպես հասանելի լինել, մանավանդ որ պետք է հասկանալ, որ շատ դեպքերում խնդիրը կարող է այդպես շատ լուրջ չլինել, բայց մարդը իր անհանգստությունը նաև բժշկի։ Միանշանակ մեր մասնագիտությունը ստիպում է, պարտադրում է հասանելի լինել 24 ժամ, պատրաստ լինել գիշերը չքնել ինչ-ինչ պատճառներով, առավոտը շատ շուտ արթնանալ, եթե դու ընտրել ես բժշկի ճանապարհը, դու պետքա պատրաստ լինես նաև դրական եւ բացասական կողմերին բժշկի պրակտիկայում կարիերայում, որովհետեւ թե այն շնորհակալության խոսքերը, թե բարդությունների ժամանակ պացիենտների դժգոհությունները պետքա պատրաստ լինես ընդունել եւ կրել դա ցանկացած բժիշկ կարծում եմ պետքա գիտակցի, որ դա իր խաչն է եւ ինքը պարտավոր է ամբողջ կյանքի ընթացքում դա կրել։ Սիրում եք բայց այս մասնագիտությունը։ Սիրել ասածը կարծում եմ մեղմ ասած, ես պաշտում եմ իմ մասնագիտությունը, ես իմ մասնագիտությունով ապրում եմ, ոգեշնչվում եմ, հիասթափվում եմ ինչ-ինչ խնդիրների առաջ կանգնելուց, բայց չեմ կարծում, որ ես կարող հայտնվեի ավելի հետաքրքիր կյանքում, եթե չընտրեի բժշկությունը։ Կյանքի գլխավոր մասնակցություն։ Շնորհակալ եմ շատ հաճելի է, դոկտոր։ Սիրելի հետևորդներ, գիտեք իրականում շատ հետաքրքիր է, շատ հաճելի է, յուրաքանչյուր մասնագիտության մեջ, երբ մարդը քան ինքն իր տեղում է, այստեղ իրականում պետք է հրաշքների հավատալ։ Բժիշկը այսպես շատ ընդգծված հստակ շրջանակում նշում է, որ բնականաբար բժշկությունը եւ վիրահատությունները պետք չի միշտ այսպես հաղթարշավ բնորոշել, բայց կարծում եմ վիրահատությունների թիվը եւ բոլոր նրանք, ովքեր առիթ ունեցել են առնչվելու Սուրեն Բավայանի արդեն այդ վիրահատական շրջանում հասկանում են, որ իսկապես հաղթանակները շատ են, հաղթարշավը շարունակվելու է, շարունակվում է, բայց մյուս կողմից միշտ պիտի պատրաստ լինես պատասխանատվության ու չափի այս կետը գտնելու, այդ սահմանագիծը պահելու։ Գիտեք, հատկապես պլաստիկ վիրահատությունները, դիմածնոտային եւ դեմքի հետ կապված բոլոր պլաստիկ վիրահատությունները ըստ էության կարող է կատարում է Սուրեն Բավայանը, այստեղ ընդհանրապես պետք է հասկանալ ինչն է ձեզ խանգարում երջանիկ լինել, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք գտնենք այնպիսի մասնագետի, պրոֆեսիոնալի, ով կարող է առաջարկել նախ եւ առաջին հերթին ֆունկցիոնալ առումով մի վնասիրի այս սկզբունքը պահելը, մյուս դեպքում անհատականությունն ընդգծելը։ Գիտեք, մեր ժամանակներում, երբ ասում են գեղեցիկ դեմ, գեղեցիկ մաշկ, չգիտեմ, հարթ, այդ տարիների հետ կջնջել, մյուս կողմից կամ գեղեցիկ փոքր քիթ եւ այլն, պետք է հասկանալ, որ բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք մեր անհատականությունը պահել։ Ինչքան էլ փորձենք 50 տարեկանում 20 տարեկանի դեմք կարող են հրաշագործ բժիշկները ստանալ իհարկե, բայց միևնույնն է, այդտեղ ինչ որ բան այն չի լինի։ Այս առումով մենք առանձնացնում ենք եւ ինձ շատ հաճելի էր զրուցել Սուրեն Բավայանի հետ, որովհետեւ մենք խոսում ենք բժշկի հետ, ով կարողանում է բոլոր տեսակի վիրահատությունները, հատկապես տարիքային այս փոփոխությունները երիտասարդացնող այդ վիրահատությունները կատարել եւ միևնույն ժամանակ ընդգծել, որ աշխարհում ամեն ինչ եւ լավագույնը հենց ներդաշնակության մեջ է։ Դուք հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք, այնուամենայնիվ, ինչ որ խնդիրներ, որոնք մեզ խանգարում են, երբ մենք հայելու մեջ նայում ենք, դրանք պետք է վերացնել։ Եթե դու կարծում ես, որ ինչ որ մի բան, ինչ որ մի կնճիր, ինչ որ մի գիծ քեզ խանգարում են նվաճել աշխարհը այսօր, նշանակում է կարելի է հենց հիմա զանգահարել այս հեռախոսահամարով եւ ի վերջո գնալ նվաճելու աշխարհը։ Աշխարհում իսկապես շատ բան կա մեր ձեռքերում եւ միակ բանը, որ երբեք չի կարելի անել, ծալել ձեռքերը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։